հարց է առաջանում, ասում են բան ու գործը թողած հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիների զանգերը լսում է եւ այդպես է բարձում ովքեր են ենթադրյալ ընտրակաշառքից խոսում, ինչպես է այդ մարդկանց ֆիլտրումը եղել։ Նախ տպավորությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին քաղաքնալսում է, դա իրականության հետ որևէ կապ չունի եւ դա ֆիզիկապես նաեւ անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ եւ այդ օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով եւ ըստ վերադասության արդեն որոշվում է թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն, որպեսզի ստուգվեն օպերատիվ աշխատակցի կողմից ներկայացված տվյալները։ Բնականաբար օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաև գաղտնի միջոցառումներ, այդ թվում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում եւ դրա համար, եթե թույլ տաք շարունակեմ, ձեր հարցի պատասխանը կստանաք։ Եվ դրա համար օրենսդրությամբ հստակ նախատեսված կարգավորումներ կան, թե որ դեպքերում է, որ օպերատիվ աշխատակիցը դիմում է դատարան, որպեսզի համապատասխան թույլտվություն ստանա։ Եվ մի շարք դեպքերում այդ թվում նաև հեռախոսային խոսակցությունների վերահսկման, ներքին դիտման, տեխնիկական միջոցների կիրառման, արտաքին դիտում միջոցառում իրականացնելու համար օպերատիվ մարմնի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում առաջին այցանի դատարանը քննարկում է այդ միջնորդությունը եւ եթե որոշում է կայացնում, որ պետք է բավարարի միջնորդությունը, ապա բավարարելուց անմիջապես հետո սկսում են միջոցառումների իրականացումը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։